Շնորհակալություն, լսենք բանաստեղծ գրքի խմբագիր Գոր Հարությունյանին, համեցեք։ Ես չուղեմ, չէ, Սամջ։ Ողջույն, սիրելիներ։ Սկզբից եւ այդ տեխնիկական մի հարցի շուրջ գանք համաձայնության։ Խնդրում եմ ձեզ ազատ զգացեք ու ծափ տվեք, ժողովուրդ։ Մենք հանդիպել ենք գրքի շնորհանդեսին ու վերնագրին ուշադիր եք, չէ, վերածնվիր։ Այս շատ կարևոր հղում է եւ սկսենք Գայանեից Սամվելյան, մի հատ բուրըն ծափարենք Գայանեին, որ առանց Գայանեի մի տեսակ էլ պատկերացնելու չի շնորհանդեսները Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում իր սիրուն այսպես ընթերցանությամբ։ Ես իբրև հրատարակիչ հիմա էլ չեմ խոսի, ինչ արել եմ, դուք իբրև հրատարակիչ կդատեք, քննադատեք, կուրախանաք, չգիտեմ, որակումներ կտակ։ Ես այստեղից պիտի խոսք ասեմ գրչակից ընկերոջս Տարոնին, նորից շնորհավորելով ծնունդը եւ հանձին ինձ եւ նռանը հրատարակչության ուզում եմ հայտարարել, որ դժվար է երբ բանաստեղծը որոնում է իր հրատարակչին, ես ուզում եմ հայտարարել պատասխանատու կերպով, որ հրատարակիչը կամ հրատարակչությունը այս պարագային գտել է իր հերթական բանաստեղծին եւ իր արդի պոեզիա մատենաշարում է ներառել այս գիրքը, այս կարևոր մի բան է, 9-րդ պրակն է կամ 9-րդ հատորը։ Եվ ուզում եմ ասել, հավաստել, որ քանի հրատարակչությունը գոյություն ունի, ես կարծում եմ այն հավերժ է, դու իբրև բանաստեղծ հրատարակվելու խնդիր չունես այլևս, եթե իհարկե դու ինքդ չես փոխի հրատարակչին։ Այսքանը հրատարակչության մասով, ես կարծում եմ բավականին այսպես սոլիդ, բավականին պոլիգրաֆիկ իմաստով լավ գիրք ենք ստացել։ Հիմա ընկերոջս մասին իբրև բանաստեղծի։ Տարոնին երևի 10-ամյակից ավելի է որ ճանաչում եմ։ Չէ, 20-ամյակից ավելի է որ ճանաչում եմ։ Մոտավորապես կամ մոտենում է 20-ամյակին։ Երևի այդ ժամանակ մենք բոլորս գրական անդաստան այսպես երերումով էինք մտնում կամ մտնում էինք վախվորած, նախ որովհետև մեղք չլինի խոստովանելը նախորդների հետ այս շղթան կտրվել էր։ Մենք բարեբախտություն կարելի ասել չունեցանք վայելելու ավակների տիրական, բայց եւ չճնշող, ոչ ճնշող ներկայությունը եւ հանկարծ մուտք գործեցինք գրական ասպարեզ կամ գրական անդաստան բավականին մերկ ու բոկիկ, որովհետեւ ինչպես իմ սերունդը եւ Տարոնը նաեւ մատնանշում է պատերազմ էր, չավարտվող պատերազմ։ Այս պատերազմը իր ամենակուլ կերպերով ու ձևերով դրսևորվում էր նաև արվեստի ու գրականության վրա, ոչ մեկ չուներ դրա ժամանակը, առավել ևս չուներ ժամանակը սերունդ պատրաստելու գրականություն մտնելու համար։ Եվ բարեբախտություն ասել չենք կարող, դժբախտություն է մեր մի սերնդի համար, որ դառնում է այդ արևմտահայ գրականությունն ունի կորուսյալ սերունդ հասկացությունը, որ մենք էլ դարձանք կորուսյալ սերունդը, եւ ես այդպես եմ համարում, ինչ որ այսպես հարթակ, որ գալիք սերունդները շատ ավելի ամուր պիտի կանգնեն գրական հողի վրա։ Բայց ամենաշատը ինձ որպես ընկեր ու բանաստեղծ գրչակից ընկեր գրավելը քիչ է ասած,
դյութում է, այսպես ասած, յուրաքանչյուր բանաստեղծի կամ արվեստի կամ արվեստով զբաղվողի կամ մտավորականի քաղաքացիական կեցվածքը։ Մարդիկ, որոնք որ չեն մնացել լուսանցքում եւ առավել եւս իրենց կյանքի լուսանցքում չեն դրել այն ժամանակը, որում ապրում են եւ հավուր պատշաճի են անդրադարձել իրենց ժամանակին, հղումն էլ տանք Չարենցին, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր։ Մեկս մի քիչ ավելի, մեկս մի քիչ պակաս, որքանով կկարողանանք մեր շեփորով ժամանակի շունչը տարփողել, բայց այնուամենայնիվ պատիվ բոլոր այն գրողներին, մտավորականներին ու արվեստագետներին, որոնք գոնե թե ձգտել են, ձգտում են եւ պիտի ձգտեն ժամանակի շունչը դառնալ։ Մի առիթով, շատ առիթներով, բայց բոլորովին վերջերս մի առիթով էլի հիշեցինք, երբ որ Ադանայից կարմիր լուրեր էին հասնում Սիամանթոյին, հայտնի շարքը գիտեք կարմիր լուրեր բարեկամես, եւ կարծեմ թե հենց Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, որ ասում է, որ Սիամանթոն բավականին հաջող, եթե չասենք տաղանդավոր կամ տաղանդավորագույն լիրիկ էր, հաջող լիրիկա ուներ կամ այսպես ժողովրդախոսակցական լեզվով ասած սիրային բանաստեղծություններ, բայց նրա քնարը ռազմի քնար էր եւ նա պիտի ասեր ես երգելով կուզեմ մեռնել եւ նա պիտի ասեր որ սիրո ժամանակներ չէին եւ ճիշտ թե սխալ հավաստի թե ոչ ամենայն դեպս ասում են որ հրաշալի բանաստեղծությունները լիրիկական սիրային բանաստեղծությունները նա ոչնչացրել է հենց այդ օրերին երբ ամբողջովին կարմիր լուրեր էին թևածում հայոց աշխարհի հայքի երկնակամարում եւ բոլորովին տարընթերցում կամ թուրըմբռնում չլինի իմ խոսքը որ մեկը մյուսին հակասում է որ սերը պիտի երկրորդվի կամ ստորադասվի լիրիկական իմաստով այսպես հայրենասիրական կամ քաղաքացիական կեցվածքին բոլորովին պարզապես գոյություն ունեն կարևոր առաջնային եւ կարևոր երկրորդական բաներ կյանքում եւ եթե մի ազգ մի ժողովուրդ գոնե իր գիտակցության վերջին 2000 ամյակում մի գարշելի խոսույթ են մցրել մեր գիտակցության մեջ գոյաբանություն կամ էգզիստենցիալ պայքար է մղում ես չեմ կարծում կարևորված սերը պիտի լինի առաջին պլան կամ լիրիկան պիտի լինի առաջին պլանում ինչևէ բայց տարոնի գրքում այսքանն ասում եմ նախաբան որ ասեմ նաև հրաշալի լիրիկա կա բայց այնուամենայնիվ տարոնն իբրև ինձ գրչակից ընկեր նախ եւ առաջ քաղաքացիական քնարի ընկեր է կարող եք ծափ տալ ինչպես պայմանավորվել Եվ չերկարաբանեմ մի այսպես հորդոր ընկերոջս ընկերաբար ինքը դեռ չի ասել բանաստեղծների անհամեստության աստիճանին երկրորդ, երրորդ, չորրորդ գրքերից արդեն կհասնի այդքան համեստ չեն ելնում եղբայր Դու ասում ես դրանք բրյոշուր են, ես ասում եմ գիրք ճիշտ եմ ասում պարոն Սարգսյան ես բառի նկատմամբ շատ նուրբ զգա Ես գրքից եմ խոսում, այդքան համեստ չեն լինի, մենք կպարապենք իրար հետ Եվ այսպես, քանի որ հավաքվել ենք բառի շուրջ, բանաստեղծության շուրջ, անկեղծորեն ես ուզում եմ իմ շատ թե քիչ եղած հեղինակությունը գրական աշխարհում հայ գրական իրականության մեջ իմ հեղինակությունը դնել ու առանց հետևեթանքի ասել որ լավ գոնե այսօրվանից ժողովուրդ մենք հրաշալի պոետի ծննդյանն ենք ներկա երկիմաստ եւ իբրև նատուրալ որ այսօր ծնունդն է եւ ընդհանրապես բանաստեղծի վերածնվիր վերնագրին հարիր ծնունդին ենք ներկա Եվ ես լիահույս եմ, որ այս բանաստեղծը
շարունակելու է լինել այն, ինչի դավանանքը արդեն խանձարուրում է կրել, խանձարուրից է կրել եւ ել ավելի պիտի պնդանա եւ հաստատ լինի մեր հողի վրա իբրև բանաստեղծական աշխարհի թող ամպագորգոր չհնչի, բայց երևույթներից մեկը, տես ինչ բան եմ դնում քո, բեռ եմ դնում քո Եվ ավարտենք հենց բանաստեղծությամբ լիրիկայով։ Երկու բանաստեղծություն, կարելի ասել խորհրդանշական այս երկուսն եմ ընտրել, որպեսզի մեկով ապացուցեմ կամ ապացուցելի լինի այն ինչ ասացի նախորդիվ պոետ, եւ մյուսը իբրև ավելի լայն մտահորիզոնի գրիչ ունեցող բանաստեղծ, որը որ մեզնից յուրաքանչյուրս անպայման քննում ենք արդեն խոհական, փիլիսոփայական աշխարհի լինել չլինելու հարցեր եւ այդ աշխարհի էպիկենտրոնում պոետի ներկայության հարցեր։ Այն է թե բանաստեղծը քննում է իր ով լինելը անպայման որևէ մի շրջափուլում, մտավորականն առհասարակ։ Հիմա Գանք մեր իրականության մեջ չավարտվող պատերազմի պայմաններում անդադար աղմուկին։ Աղմուկ, որը որ քիչ հոդաբաշխ բան ունի, ասելիք ու իմաստ ունի։ Եվ ես հաստատում եմ, որ երբեմն երբ բանաստեղծները, արվեստագետները, մտավորականներն առհասարակ ասելիք ունեցող մարդիկ ընդհատակ են անցնում, այդ նրանից չի, որ իրենք էլ ասելու բան չունեն։ Այդ նրանից է, որ այդ ժխորի, այդ աղմուկի մեջ հնարավոր չէ ճիքով բան ասել ու բան հասկացնել։ Պարզապես հնարավոր չէ աղմուկի ու այդ անկանոն քաոտիկ վազքի մեջ, երբեմն առնետավազքի մեջ հնարավոր չէ, որպեսզի մտավորականը, արվեստագետը, տվյալ պարագային բանաստեղծը կարողանա իմաստալից խոսքը տեղ հասցնել եւ գնում է դեպի ներս, գնում է ինքնահայեցման։ Հիմա դրա մասին Տարոնն ինչ է ասում։ Աղմկում են անverջ, խելք ու խրատ տալիս, չեն լռում, թեկուզ լեզուն կապես, ոչինչ չեն սովորել, ոչինչ չեն սովորի, միայն աղմկում են, որ չլսեն։ Այս աղմուկն է հիմա դեմքը դարձել դարի, այս աղմուկն է այսօր կրթում մարդուն, այս աղմուկն է հանձնում, զոհում բարուն չարին, այս աղմուկն է այսօր մարդուն կերտում։ Աղմկում են անverջ, աֆորիզմներ հյուսում, ոչինչ որ չգիտեն, ոչ մի դասականի, որ չեն նայում երկինք, որ երկրին չեն նայում, որ չեն լսում հառաչանքը հողի։ Քեթերն աղմկում են, որ ծովերը լցվեն։ Սրտերն աղմկում են առանց բառի։ Մարդ չպիտի ապրի սուտ ու կեղծիքի մեջ, որ չդառնա հանկարծ բեռը դարի։ Աղմկում են անverջ, օրը քամուն տալիս եւ Կուրանում փոշու ամպերի մեջ դասը կուտ է գնում այս նյարդային հոսքին, հույսը դառնում ոչինչ չասող մի զենք։ Եվ հարատև մի հարց, որ պոետները միշտ իրենց տալիս են։ Հարց չէ, խոսույթ ներքին։ Ներշնչանք է կյանքս ու մեծ պատրանք։ Ես գիտեմ, դու էլ ես երազ եղել։ Չցանկացա երբեք ես արթնանալ եւ հեքիաթն իմ լարի նման ձգվեց։ Ոչ մի գրիչ աշխարհի մեջ չկար, որ հեքիաթիս վերջաբանը գրեր։ Ես մնացի աշխարհի պես մենակ, անօգնական, ընկած ջրհորի մեջ։ Ես ուզեցի անկեղծության թանակ, որ նրա մեջ իմ արյունը խառնեմ։ Ես խնդրեցի մի քիչ ձիրք ու տաղանդ, որ հեքիաթիս արցունքներով գրեմ, որ հեքիաթս արցունքներով գրեմ։ Մի մեծ սեր է կյանքս ու մեծ պատրանք։ Ինչն է իմ մեջ քեզ հարազատ եղել, ես ուրիշ եմ եւ իմ ծառը չկա, որ նրանից տերևի պես կախվեմ։ Ինչ գրել եմ, պարզությամբ եմ ցողել, բայց հեքիաթս անորոշ է մի քիչ, կյանքս մի մեծ
ներշնչանք է եղել ու մի պատկեր, որ կախված է պատից։ Շնորհակալ եմ, այդ ներշնչանքը մայստրո Հրանտ Թաթոսը բերել է, որտի կախես պատից, ես տեսել եմ։ Շնորհակալ եմ, սիրելիներ, մի հատ էլ ծափ ընկերոջս։